Անցած անգամ մենք խոսում էինք մոնոտոն ֆունկցիայի անընդհատության մասին ու հետևյալը ասացինք, հա, եթե x0-ն խզման կետ էր, ֆունկցիան աճող էր մեր, ու ձախակողմյան սահմանը այդ պարագայում, այդ խզման կետում փոքր էր աջակողմյան սահմանից, հա, f(x0) մինուսն է, f(x0) պլյուսն է, f(x0)-ն էլ սրանց միջև է լինելու, հիմա եկեք տեսնենք հետևյալը, որ եթե x-ը փոքր է x0, այդ դեպքում fx-ը փոքր է լինելու կամ հավասար fx0-ի ձախակողմյան սահմանից, ինչու։ Ինչ կարող ենք ասել, fx-ը սահմանի փոխարեն ինչով կարող ենք ասել եթե գրենք սահման f, y-ը ձգտում է x0-ին ձախից, այդ ոնց որ հասկանալի չէր լինի ինչի է fx-ը դրանից փոքր կամ հավասար, բայց ինչից կարող ենք ասել, որ փոքր է հավասար հաստատ։ Լավ, այս կետում արժեքը, այս բոլոր կետերում արժեքների ինչից է հաստատ փոքր կամ հավասար։ Ինչից? Սուպրեումից, ճիշտ է, սուպրեում fy, y-ը փոքր է x0, որտեվ եթե x-ը փոքր է x0, այս բազմության մեջ մտնում է, իսկ մեր ֆունկցիայի սահմանը x0 կետում, մոնոտոն ֆունկցիայի սահմանը չենք տեսել, որ այս պարագայում, եթե ֆունկցիան աճող է, ձախակողմյան սահմանը հենց սուպրեումն է, այսինքն սա էլ հավասարվում է սահման fy, y-ը ձգտում է x0-ին ձախից, հա, լավ, այս ռաունը մեկ դնենք, նույն կերպ, որ դեպքը պիտի դիտարկենք, եթե x-ը մեծ է x0, ապա ինչ կարող ենք ասել, fx-ը, հիմա եթե x-ը ստեղ լինի, fx-ը մեծ հավասար ինֆիմում fy, որտեղ y-ը ինչպիսինն է, y-ը x0-ից մեծ է, էլի այս x-ը կներառի, որը իր հերթին հիմա այս աջակողմյան սահմանը հենց ինֆիմումն է հավասար, այսինքն ստեղ էլ կստանանք սահման, հա, ստեղ լավ կներ, որ գրեի նաև սա fx0 մինուսն է, որի անունը դրեցինք մեկ, սա էլ սահման fy, y-ը ձգտում է x0-ին աջից, որը f x0 պլյուսն է, սրա անունն էլ երկուսն դրեցինք։ Ինչպես? Այստեղ կարային գրեինք f-ն էլ մեծ է x0, այսինքն այդտեղ կարևոր չի ինչ տառ ենք օգտագործում, կարևորը որ այդ փոփոխականը x0-ից մեծ է, հա, այսինքն զուտ, ոնց որ այս x-ի հետ շփոթելու համար այստեղ x չենք օգտագործում, կամ հայակալ այլ տառ ենք օգտագործում։ Okay, լավ։ Հիմա ինչ տեսանք, որ եթե x-ը x0-ից փոքր է, ֆունկցիայի արժեքը այս թվից է փոքր, այսինքն այստեղ է, եթե x-ը x0-ից մեծ է, ֆունկցիայի արժեքները այս աջակողմյան սահմանից են մեծ, հա, այսինքն ինչ ենք տեսնում, որ այս արանքում հիմա եթե վերցնելով ալֆա, որը պատկանում է այս fx0 մինուս fx0 պլյուս, այնպես որ ալֆան նաև հավասար չլինի մեր ֆունկցիայի արժեքին, կստանանք, որ այդ
արժեքը ոչ մի կետում չի կարող ընդունել։ Որ գոյություն չունի, ոնց որ կամայական x-ի համար, այնտեղ ինչ էինք նայում, AB էինք նայում, հա, AB-ից, մխում է, որ fx-ը հավասար չի ալֆա, իրոք, եթե x-ը փոքր է x0, ստերից օգտագործում ենք մեկը, թե երկուսը, մեկը, ստանանք, որ fx-ը փոքր է fx0 մինուս, այդ էլ արդեն ալֆայից ինչ է։ Հա, այս փոքր է հավասար, այս էլ փոքր է ալֆա, հա, որտեղ ալֆան fx0 մինուսի ու fx0 պլյուսի միջև է, այսինքն fx-ը հավասար չի ալֆա, եթե x-ը էց է x0, ապա կօգտագործենք երկրորդը, հա, ու կասենք, որ fx-ը մեծ է հավասար fx0 պլյուս, ոնց որ ինչ ենք շահում, ստեղ հավասարություն կարող լիներ, բայց ալֆան արդեն խիստ փոքր է, fx0 պլյուսից էլ հավասարությունը հնարավոր չի։ Դե մեկ էլ մնում է ինչ դեպք, որ եթե x-ը հավասար է x0, ապա ըստ ալֆայի ընտրության, հա, ալֆան fx0-ին հավասար չէր։ fx-ը, որ նույն fx0-ն է, հավասար չի լինի ալֆային։ Այսինքն տեսնում ենք, որ բոլոր հնարավոր 3 դեպքերում էլ մեր ֆունկցիայի արժեքը ալֆայից տարբեր է, այսինքն ալֆա արժեքը չի ընդունում, այնինչ դրանից եւ փոքր, դրանից եւ մեծ արժեքներ ընդունում է, այսինքն իր արժեքների բազմությունը միջակայք չէ, հա? Հա, նո այս պարագայում, երբ որ x-ը x0 է, fx-ը նույն fx0-ն է, բայց դա ալֆային հավասար չի։ Այսպիսով ալֆա արժեքը f-ը չի ընդունում։ Այդպես պատճառով արժեքների բազմությունը եւ ընդունում է ալֆայից փոքր եւ մեծ մյուս կողմից, հա, մյուս կողմից ընդունում է ալֆայից փոքր եւ ալֆայից մեծ արժեքներ։ Ուստի f-ի արժեքների բազմությունը միջակայք չէ, հա։ Հակասություն։ Եթե արժեքների բազմությունը միջակայք է, ֆունկցիան, մոնոտոն ֆունկցիան անընդհատ է, հա։ Այսինքն այս ոնց որ այս ծակը չէր առաջանա, էլի։ Մոնոտոնի դեպքում, խզվողի դեպքում, խզվող մոնոտոն ֆունկցիայի դեպքում այս ոնց որ բացվածքը, հա, այստեղ առաջանում է։ Լավ, հիմա այս թեորեմի միջոցով կարող ենք մի քանի ֆունկցիաների անընդհատության մեջ համոզվենք։ Ցույց տանք, որ fx-ը հավասար է լոգարիթմ x-ը, որտեղ x-ը մեր մոտ 0-ից պլյուս անվերջ է պատկանում, անընդհատ է, հա։
իր որոշման տիրույթի վրա։ Ինչ է պետք դրա համար անել, որպեսզի համոզվենք, որ անընդհատ է իր որոշման արժեքների տիրույթը համոզվենք, որ միջակայք է, բացի այդ նաև պետք է հասկանանք, որ տիպ բենա ասում մկանը բռնենք, դերը լցնենք վերանը, ոնց սարկասնենք, հա, դա արդեն դա նա մեր գործը կլինի։ Մեզ պետք է ոնց որ անուղղակի գալ դրան, այսինքն մենք գիտենք, որ եթե ֆունկցիան մոնոտոն է եւ միջակայքը տանում է միջակայքի, այդ պարագայում ինքը անընդհատ է, հա։ Հիմա գիտենք, որ այս f(x) հասարակ լոգարիթմիկսը ինչպեսին է հաճող նվազող հաճող է, հա։ Plus անվերջի վրա։ Մեզ մի հատ էլ պետք է հասկանալ, որ իր արժեքների տիրույթը միջակայքը իրականում արժեքների տիրույթը ի՞նչն է։ Մյուս կողմից f0 plus անվերջը հավասար է մյուս անվերջից plus անվերջ, հա։ Հետևաբար ըստ նախորդ թեորեմի logarithmicն է անընդհատ է, հա։ Հա։ Այսինքն մենք միջակայքը ասելով հասկանում ենք կամայական ոնց որ վերջավոր կամ անվերջ, բաց, փակ, կիսաբաց ինտերվալը, հա։ Այսինքն 4 տեսակի այս պարագայում, հա, ոնց որ միջակայքը ասելով հասկանում ենք այս 4 տեսակի բազմություններից մեկը, որտեղ խան ու բեն կարող են լինել թե վերջավոր, թե անվերջ, հա։ Ну, իհարկե, եթե ինչ-որ մեկը անվերջ է, ապա այդտեղ բաց ենք վերցնելու, ոչ թե փակ։ Արի։ Այսինքն եթե միավորակ այստեղ միավորած չէ։ Միավորած չէ։ Դրանցից մեկը պետք է լինի, ոչ թե դրանց միավորումը։ Այսինքն մեր մոտ հենց որտեղ էին գալիս հակասության, որ այս մի արժեքը ընդունում է, այս մյուս արժեքը ընդունում է, արանքում ինչ-որ արժեք չի ընդունում։ Հիմա այս բոլորը այդ հատկությունով օժտված են, հա, որ եթե ինչ-որ երկու կետ վերցնես այս 4 բազմություններից որից է մեկից, ապա դրանց միջանկյալ կետերը եւս կլինեն այդ նույն բազմությունից, հա։ Այս սրա մեջ համոզվել պետք է, որ արժեքների բազմությունը մինուս անվերջից պլյուս անվերջն է։ Լավ։ Էլի, ցույց տանք, որ f(x) հավասար է x-ի ալֆան անընդհատ է էլի 0 պլյուս անվերջի վրա, իհարկե այստեղ կանենք 0-ն լավ, ոնց որ 0-ն չներառնենք, որտեղ ալֆան կարող ենք բացասական էլ, հա, թողել լինի անընդհատ է 0 պլյուս անվերջի վրա Ամական ալֆա իրական թվի դեպքում, հա։ Հիմա էլի պիտի ասենք, որ
նո պետք է հասկանանք, որ այստեղ տարբեր ալֆաների դեպքում մոնոտոնությունը կարող է փոխվի, հա, այսինքն օրինակ որ ալֆաների դեպքում է մեր ֆունկցիան հաճող դրական, հա։ Կատենք, որ եթե ալֆան մեծ է 0, ապա այս x-ի ալֆան հաճող է, ալֆան փոքր է 0-ի դեպքում fx-ը ինչպիսին է, նվազող է, ալֆան 0 դեպքում ոնց որ լայն իմաստով թե հաճող է, թե նվազող է, հա, այստեղ կարենք չի, ասենք լավ, այստեղ ասենց ներառենք հավասարը, հա, ինչպես? Դե ոնց որ հա կարանք երկուսում էլ ներառենք, բայց ոնց որ շատ կարիքը չունենք երկուսում ներառելու, այսինքն զուտ համոզվեցինք, որ բոլոր ալֆաների դեպքում մեր ֆունկցիան ինչպիսին է, դեռ չէ, հետևաբար կամայական ալֆայի համար fx-ը ինչպիսին է, մոնոտոն է, հա, մի դեպքում հաճող է, մի դեպքում նվազող է, բայց մոնոտոն է։ Մի հատ էլ պետք է հասկանանք, որ իր արժեքների բազմությունը միջակայք է, հա։ Ներողություն, ալֆան մեծ է կամ հավասար 0-ից, fx-ը աճում է, եթե ալֆան հավասար է 0, fx-ը կոնստանտ է։ Այո։ Անցար լայն իմաստով հաճող է։ Այսինքն խիստ աճողի մասին չի խոսքը գնում, այլ խոսքը գնում է լայն իմաստով աճողի մասին, հա։ Այսինքն, եթե x1-ը մեծ հավասար x2, fx1-ը մեծ հավասար fx2։ Այդ հավասարությունը թույլ ենք տալու։ Բարի։ Մի հատ էլ ուզում ենք տեսնենք, որ ինքը արժեքների բազմությունը միջակայք է, հա։ Դե 0 պլյուս անվերջը ուր է գնալու։ Օրինակ դրական ալֆաների համար ինչ է ստացվելու։ 0-ից պլյուս անվերջ չի ստացվելու էլի։ Բա բացական ալֆաների համար ինչ է լինելու։ Ինչպես։ Բացական ալֆաների համար էլի նույն 0-ից անվերջ է լինելու, պարզապես անվերջից է գալու 0-ին մոտ են, ահա։ Նո, բացի իհարկե այն դեպքից, երբ որ ալֆան 0, ահա։ Նո, ալֆան 0 դեպքում ոնց որ sense tenants կոնստանտ անդադ է, հա։ Լավ, այստեղ երբ ալֆան մեծ է 0, ունենք որ լավ, թե ալֆան մեծ է 0, թե ալֆան փոքր է 0 դեպքում թե ալֆան փոքր է 0 դեպքերում ունենք որ մեր ֆունկցիայի արժեքների բազմությունը 0-ից պլյուս անվերջն է, հետևաբար կիրառելով նախորդ թեորեմը կստանանք, որ f-ն անընդհատ է, որ ալֆաների համար 0-ից տարբեր ալֆաների համար, հա։ Երբ ալֆան հավասար է 0, fx-ը նույնաբար 1 է, f ևս անընդհատ է։
այստեղ լավ է, այսի կարայինք այստեղ չներառեինք, հա, այստեղ գրեինք ալֆան հավասար չի 0, եթե ուզում եք։ Նա այստեղ ոնց որ խնդիրը այն էր, որ ալֆան հավասարը 0 դեպքում մեր ոնց որ, նո, լավ, ասենց կարայինք էլի համարենք, որ միջակայքա, այս 4-րդ տիպի կլիներ, պարզապես անուբեն կհամընկնեին, հա, կամ էլ տենց պետք է ասենք։ Կարևոր չի, կարևորը որ միջակայք լինի, այսինքն կամայական ֆիքսած ալֆայի համար, եթե միջակայքը տալիս է, այդ կամայական այդ ալֆա պարամետրի համար ստանում ես, որ անընդհատ է։ Տվյալ բազմության վրա։ Այսինքն որ մենք գրել ենք, մենք կոնկրետ դրական x-ը մենք է դիտարկել։ Հա, այստեղ մենակ դրականն ենք նայել, որովհետև եթե ալֆան ոնց որ իրական թիվ է, ոչ ամբողջ թիվ է, օրինակ 1.5 է, այդ ժամանակ բացասական թվերի համար որոշված չի, հա։ 0-ն էլ բացենք թողը, որպեսզի այդ բացասական ալֆաների համար էլ էլի առանձին չխոսանք։ Բայց իհարկե, ոնց որ sense tenence, որ ալֆայի համար ինչը որ լինի որոշման տիրույթ, դրա վրա էլ անընդհատ է լինելու։ Այնպես որ այստեղ մի քիչ սահմանափակ տեղում ասցինք, բայց այսպես թե այնպես իր որոշման տիրույթի վրա անընդհատ կլինի։ Բարի։ Այլ հարցեր։ Այդ հաջորդ թեման ֆունկցիաների համադրույթի անընդհատությունը։ Görəm. Դիցուկ այդ ֆունկցիան որոշված է x-ի վրա եւ արժեքներ ընդունում y բազմությունից ժեն y-ից r-ը, հա։ Ու իհարկե x-ը, y-ը r-ի ենթաբազմություններ են, հա։ Մենք միշտ մեկը r-ի վրա ենք աշխատում։ Եվ f-ն անընդհատ է x բազմության ինչ-որ x0 կետում, իսկ ժեն, ինչ է ակնկալում, որ կետում է, նախ որ համադրույթը ստեղ կարող ենք նայել, f համադրույթ j, թե j համադրույթ f-ը, j համադրույթ f-ը, հիմա j համադրույթ f-ը կուզենակ որ կետում, ոնց որ j համադրույթ f-ի անընդհատության համար, j-ն կուզենակ, որ անընդհատ լինի fx0-ում, հա, j-ն անընդհատ է fx0-ում, fx0-ն իհարկե մեր մոտ պատկանում է y-ին, հա, կետում, այդ դեպքում J համադրույթ f-ը, որը x-ից r է, հա, ֆունկցիան կլինի անընդհատ
x0 կետում, հա։ Ինչպես սա ապացուցենք։ Okay։ Կարանք ուղիղ։ Չէ, այս արդեն մոնոտոն ֆունկցիաների հետ գործ չունենք։ Հա, կարանք սահմանում գրենք։ Կամայական էպսիլոնի համար հիմա պետք է հասկանանք ոնց որ որտեղից սկսենք f-ից թե j-ից սկսենք, ոնց որ վերջում ուզենալու եք, որ jfx հանած jfx0-ն, հա, փոքր լինի էպսիլոնից, ճիշտ է։ Լավ, լավ, երևի ավելի ուղիղ կլինի, պարզապես ոնց որ հաջորդականություններով գնանք, ու տենց ոնց որ վերցնենք կամայական, հա, կամայական x-ն, որ պատկանում է x-ին, այնպես որ x-ը ձգտում է x0-ին, քանի որ f-ը անընդհատ է, x0-ում, ուստի ինչ կարող ենք ասել։ fx-ը ձգտելու է fx0-ին, հա։ Հիմա սա y-ով նշանակենք, սա էլ y0-ով։ Հիմա ինչ ունենք, որ այս y-ները որտեղից են։ Ապ կոնե y-ները, այս նշանակումը պետք է հուշեր, որ որտեղից լինեին y-ից, y-ները պատկանում են y, y0-ն էլ է պատկանում y, և y-ը ձգտում է y0-ով, մի հատ էլ հաշվի առնելով, որ և j-ն ինչպիսին է, j-ն էլ անընդհատ է, հաշվի առնելով որ j-ն անընդհատ է fx0, որը հավասար է y0-ում, հա, կստանանք որ jfx-ը, հա, որը նույն jy-ն է, jy-ը ինչի է ձգտելու։ jy0-ի, jy0-ն էլ ով է։ jfx0-ն է։ Սեն ինչ ստացանք, որ այս համադրույթը x-ի վրա ձգտում է համադրույթին x0 կետում։ Անտել հենց չի նշանակում, որ այդ համադրույթը անընդհատ է x0-ում։ Հետևաբար f ֆունկցիան Ատել օրինակ բերենք, հա։ Ցույց տանք, որ fx-ը հավասար է x քառակուսին, հա, անընդհատ է r-ի վրա։ Սեն պատկանում է r-ի վրա անընդհատ ֆունկցիաների
տարածությունը CR-ով նշանակում ենք R-ի վրա անընդհատ ֆունկցիաների դասը, հա։ Առհասարակ CX-ով նշանակում ենք X-ի վրա անընդհատ ֆունկցիաների դասը։ Հա։ Ինչ է նշանակում R-ի վրա անընդհատ, նշանակում է, որ այդ ամեն կետում պետք է անընդհատ լինի, հա, վերցնենք կամայական x0 պատկանում է եւ ցույց տանք, որ f-ն անընդհատ է x0-ին։ Հիմա այս f-ը պետք է հասկանանք, որ երկու անընդհատ ֆունկցիաների համադրույթ է։ X ու x քառակուսի։ Այդ ներքին ֆունկցիան որն է, արտաքինը որն է։ X քառակուսին է, չէ՞։ Քանի որ x-ը հավասար է x քառակուսին անընդհատ է որտեղ հա, բայց ոնց որ կոնկրետ հիմա որ կետի մասին պիտի խոսենք x0 կետում իսկ hx-ը հավասար է որ ֆունկցիան x-ը անընդհատ է որ կետում jx0, հա, այսինքն jx0 հավասար է x0 քառակուսի, հա։ No, EX-ի անընդհատությունը տենց չենք ապացուցել, բայց իհարկե EX-ի անընդհատությունը օրինակ կարող ենք ստանալ ինչպես։ Այլի մոնոտոն, հա, ֆունկցիայի անընդհատության մասին թեորեմը օգտագործելով, հա, որ ունենք մոնոտոն ֆունկցիա, որի արժեքների բազմությունը ինչն է։ 0-ից պլյուս անվերջն է, միջակայք է, հետևաբար անընդհատ է։ Կետում ուստի հիմա HJX պիտի գրեմ, թե JHX ներքինը JX-ն HJX-ը, որը ինչն է, EX քառակուսին է, որը հավասար է fx-ը, հա, անընդհատ է x0-ում, x0-ում է կամայական իրական թիվեր։ Բարի։ Չէ, ոնց որ այստեղ ինչ էինք ասում, ասում ենք, որ x քառակուսին անընդհատ է, նու, r-ի վրա իր անընդհատ է, մասնավորապես կամայական մեր ուզած կետում անընդհատ է, նույն ձևով EX-ը էլի r-ի վրա անընդհատ էր, բայց մեզ հետաքրքիր է այդ x0 քառակուսի կետը, հա։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ ձեր ֆունկցիան, որ ֆունկցիաների համադրույթ է հանդիսանում, ու այդ արտաքին ֆունկցիայի անընդհատությունն է մեզ պետք այն ներքին ֆունկցիայի այդ x0 կետում ընդունած արժեքում։ Երեք հիմնական սահմանները առաջինը ցույց կտանք, որ x-ը 0-ից ձգտելիս լոգարիթմ 1 + x բաժանած x-ը ձգտում է 1-ի երկրորդը, որ x - 1 x-երորդը եւս ձգտում է 1-ի, երբ որ x-ը ձգտում է 0-ի
ու սահման 1 + x-ի ալֆա հանած 1x-ն էլ ալֆան է, հա։ Ինչ գիտենք, մենք գիտենք, որ ոնց որ ստեղ եթե այս սահմանն եք ուզում ստանալ, իհարկե այս բաժանած x-ը կարող էի գրել որպես բազմապատկած 1x-ը 1x-ը կարող էիք տանել լոգարիթմի ընդեցուցիչ, հա, 1 + x-ի 1x-ի աշճան, հա։ Հիմա եթե նայենք 1 + x-ի 1x-ի ֆունկցիան, հա, 1x-ի աստիճան ֆունկցիան, իհարկե այս արտահայտությունը որոշված է որ x-երի համար։ -1x 0 0-ից արտահայտություն։ Հա, x-ը մեծ է -1, x-ը հավասար չի 0, հա։ 0-ում գիտենք, որ սրա սահմանը որքան է։ Հիմա 0-ում ինչպես կուզենաք սահմանեք, որ այս ֆունկցիան դառնա անընդհատ։ Որպես Շատ ճիշտ ես։ Կամ հեշտ է ցույց տալ, որ լավ, գիտենք, որ ինչ։ Գիտենք, որ fx ֆունկցիայի սահմանը x0-ից ձգտելիս ելն է, այստեղ կարող գրենք սահման fx, x-ը 0-ից ձգտելիս հավասար է սահման x-ը 0-ից ձգտելիս 1 + x-ի 1x-ի աշճան, որը գիտենք է, ու այստեղ ստանում ենք, որ f0-ն է, հետևաբար f-ն անընդհատ է, 0-ում, հիմա մի հատ էլ f-ի վրա որ ֆունկցիան կուզենանք կիրառել, ինչպես? Լոգարիթմ x-ը, հա? Մյուս կողմից լոգարիթմ x-ը անընդհատ է, լոգարիթմ x-ի անընդհատությունը որ կետում ենք։ 0-ից անկերություն։ Մեզ որ կետում է հետաքրքրում, քանի որ կետում, ճիշտ է, անընդհատ է f0 հավասար է կետում, ուստի լոգարիթմ fx-ը կձգտի լոգարիթմ f0-ին, երբ որ x-ը ձգտում է 0-ի, նույն է թե լոգարիթմ 1 + x-ի 1x-ի աշճանը ձգտում է լոգարիթմի, որտեղից ստանանք, որ այդ 1x-երորդ անգամ լոգարիթմ 1 + x-ը ձգտում է 1-ի։ Սրանով 1-ը ապացուցեցինք։ Փոքր -1-ը մեզ կարևոր չի, որովհետև մեզ ինչ է հարկավոր, մեզ հարկավոր է, որ 0 կետի շրջակայքում ֆունկցիան որոշված լինի, որպեսզի 0 կետում սահմանը դիտարկել կարողանանք, հա։ 0 կետի շրջակայքում որոշված է, օրինակ -1-ից 1-ում։ Եթե x-ը փոքր է -1-ի, մեր ֆունկցիան ունենալու է առանձին կետերի տեսք։ Կետերի դեպքում մենք սահմանը չենք կարող օգտագործենք։ Ոնց որ մեզ պետք էլ չի, կարևորել չի դա մեր համար, որովհետև մեզ ընդհանրապես 0 կետում սահմաններ պետք, այսինքն -0.1-ից 0.1 էլ ֆունկցիան որոշված լիներ, արդեն բավական էր, հա։ Այնտեղ էլեմենտներով տոկում ջեն հավասար է f0, չէ, ամենավերևի, մի հատ է վերև։
Yen հավասար է f0, այո։ Այսինքն ստուգում ենք, որ ֆունկցիայի սահմանը ֆունկցիայի կետում արժեքին հավասար է, հա, այսինքն այս ընտրությունը այդպես պատահական չէ, yen, հետո հենց այն նրա համար էր, որ ապահոver f-ի անընդհատությունը 0-ում, ու հետո որ մի հատ էլ մեկ այլ անընդհատ ֆունկցիա կիրառեինք f-ի վրա, համադրույթը էլի անընդհատ կլիներ, հա։ Ու այդ համադրույթի անընդհատությունը հենց նշանակում է ինչ որ մեզ պետք է, որ լոգարիթմ 1 + x x-ը ձգտում է 1-ի։ Հա։ Հիմա եթե ուզում ենք երկրորդը ապացուցել, ինչ անենք։ Նշանակենք այս տեով լոգարիթմ 1 + x-ը այդ դեպքում ոնց որ 1 + x-ը կստացվի y-ի աշճան, x-ները կստացվի y-ի աշճան հանած 1, հետևաբար y-ի աշճան հանած 1 t-երորդը, իհարկե ստեղ հիմա y-x աշճան հանած 1 x-ը գրած, բայց նույնը t-ով գրեք t-ն 0-ի ձգտի, ոչ մի տարբերություն չկա, հա։ Սահման t-ն 0-ի ձգտելիս, ինչ է լինելու։ Ստեղ սահման t-ն 0-ի ձգտելիս, այսինքն լավ, ինչը 0-ի ձգտելիսը կտեսնենք, բայց մենք t-ն կարող ենք փոխարինել լոգարիթմ 1 + x-ով, իսկ y-ի հանած 1-ն էլ x-ով։ Ու մենք էլ պետք է հասկանանք, որ իհարկե, երբ որ t-ն ձգտում է 0-ի, y-ի աշճան հանած 1-ը ինչի է ձգտում։ 0-ի։ Y-ի 0 աշճան հանած 1-ի, այսինքն էլի 0-ի։ x-ը կձգտի, ուզում եք սենց գրեք y-ի 0 հանած 1, ոնց որ ցույց տաք, որ այդ մեկ այլ ձևով այդ 0-ն ստացվում, հա։ Իհարկե սահման x-ը 0-ի ձգտելիս, այո, լոգարիթմ 1 + x x-ի հակադարձնա ու ոնց որ հակադարձի սահմանը սահմանի հակադարձնա, այսինքն այդ այստեղ կարող ենք այդ հակադարձը ստեղ դրսում գրել ու դա էլ կստացվի պարզապես 1, ինչը կապացուցի երկուսը, մեկ էլ մնում է մի հատ էլ երրորդը համոզվենք։ Yep. Բարի, այս վերևի տողը մի հատ ջնջենք, երրորդը համոզվենք։ Երրորդը համոզվելու համար էլ ինչ է հարկավոր անել։ Այս ոնց որ մենք ստեղ ունենք 1 + x-ի ալֆա հանած 1, եթե սա նշանակենք օրինակ, հա, t-ով, ինչ կստանանք, որ 1 + x-ի ալֆան հավասար է 1 + t, ու քանի որ էլի պետք է օգտվենք կամ առաջինից կամ երկրորդից, որն է ավելի հարմար օգտվել։ Առաջինը, էլ 1 + x, 1 + t արտահայտությունները կան, իսկ այնտեղ լոգարիթմ 1 + x, լոգարիթմ 1 + x-ն արկան, հենց որ կարող ենք երկու կողմը պարզապես լոգարիթմենք, հա։ Այո։ 1 + x-ի ալֆան հավասար է լոգարիթմ 1 + t, ու այդտեղից էլ կարող ենք ստանալ, որ ալֆա անգամ լոգարիթմ 1 + x-ը, հա, այդ ցուցիչը առաջ բերելով ալֆա անգամ լոգարիթմ 1 + t-ի հավասարվում, հա։ Հետևաբար այն արտահայտությունը, որը մեզ հետաքրքրում էր, 1 + x-ի ալֆա հանած 1 x-ը, իհարկե կարող են գրել պարզապես որպես t բաժանած x, մյուս կողմից մենք գիտենք, որ ոնց որ t-ն ու լոգարիթմ
1 + 10 են, հա, իրար շատ նման պահում, այսինքն իրանց հարաբերությունը 1-ի է ձգտում։ Կարող ենք մի հատ պարզապես բազմապատկել բաժանել լոգարիթմ 1 + t-ով, հա։ Լոգարիթմ 1 + t բաժանած լոգարիթմ 1 + t։ Հիմա այսպես որ բազմապատկենք բաժանենք, մի հատ էլ օգտվենք, որ լոգարիթմ 1 + t-ն ալֆա լոգարիթմ 1 + x-ն է։ Նա ոնց որ բնական ձևով կարող ենք խմբավորումը անել, հա։ Որը որի հետ խմբավորենք։ Ատեր բաժանած բնական լոգարիթմ 1 + t ու բնական լոգարիթմ 1 + x բաժանած x։ Ну իհարկե այստեղ ոնց որ պետք է ուշադրություն դարձնել, որ համարիչում, հա, ես այդ փոփոխությունը արեցի ոչ թե հայտարարում, հենց այն պատճառով, որ այդ լոգարիթմ 1 + x x-րդ արտահայտությունը առաջանա, հա, այսինքն այստեղ կարող են գրել ալֆա անգամ լոգարիթմ 1 + x x-րդ, մի հատ էլ գրենք t-ն բաժանած լոգարիթմ 1 + t պիտի գրենք, կարող գրենք լոգարիթմ 1 + t բաժանած t-ի հարկադարձ, հա, այստեղ պետք է մի հատ էլ հասկանանք, որ եթե x-ը ձգտում է 0-ի, t-ն էլ է ձգտում 0-ի, հա, որովհետև այստեղ 1-ի ալֆա հասճան հանած 1-ը էլի 0 է, հա։ Հետևաբար եթե x-ը ձգտեցնենք 0-ի, այս կձգտի ալֆա անգամ 1 անգամ 1-ի հարկադարձ ու ալֆայի է ձգտելու։ Քանի որ t-ն ևս կձգտի 0-ի, հա։ Ստեղից հարցեր։ Ես միանացում միաժամանակ երկու փոփոխական նկատմամբ սահմանարեցին եւ Իրականում ոնց որ մի փոփոխական է մեր մոտ գրված, ոնց որ ամեն ինչը միևնույնն է, կարող ենք պատկերացնել, որ x-ից է կախված, այսինքն այս t-ն x-ից կախված արտահայտություն է գրված։ Okay, այսինքն դրա համար հատուկ ուստեղ ոչ թե գրեցի t-ն ու x-ը ձգտում էին 0-ի, այլ գրեցի x-ը ձգտում է 0-ի, քանի որ t-ն եւս կձգտի 0-ի։ Այսինքն ոնց որ եթե ավելի մաքուր ուզենային գրենք, կարող ենք ասել հետեւյալը. x-ը ձգտում է 0-ի դեպքում, հա, t-ն ձգտում է 0-ի, ուստի այդ լոգարիթմ 1 + t բաժանած t-ն ձգտում է 1-ի, հա։ Հետո t-ի տեղն էլ գրած կարող ենք այդ x-ով արտահայտությունը գրենք, որը արդեն ստեղ տեղադրելով ամեն ինչը մենակ x-ից կախված կունենանք։ Արի այլ հարցեր։ Մեր հաջորդ թեման Ալթանը կոշի առաջին թեորեմը Բոլցանով կոշի առաջին թեորեմը Եթե f-ն անընդհատ է ամբողջ փակ հատվածի վրա, հա, եւ ծայրակետերում ընդունում եմ տարբեր նշանի արժեքներ
ապա f-ն ընդունում է 0 արժեքը, հա։ Ավելի կարճ իհարկե կարող ենք հետևյալ կերպ ձևակերպել։ Եթե ընդհանրած ֆունկցիա ունեք AB հատվածի վրա ու f-ն ու f-ն քանի որ տարբեր նշանի արժեքներ են, հա, իրանց արտադրյալը պետք է լինի բացասական, հա։ Ստեղից բխում է, որ մի հատ C կետ կա A և B-ի միջև, այնպես որ f-ն հավասարվում է 0-ի, հա։ Ստեղ սա A-ն է, սա B-ն է։ Իհարկե կարող են տես ցեր մի քանի հատ լինել։ Այս վերջում պետք է հասկանալ, որ այսպես թե այնպես f-ն կամ f-ն 0 չեն, հա, որտեղ եթե տարբեր նշանի են, այսինքն իրանք 0 չեն, սենց տենենց այդ ծայրակետերում չէր, որ 0 էր դառնալու, ինչ որ միջանկյալ կետում է 0 դառնալու, հա։ Իսկ եթե թեորեմի մեջ AB հատվածը բաց վերցնենք, այդ դեպքում ինչ է։ Ոնց որ բացի դեպքում կարող թեորեմը չաշխատի, հա, որովհետև եթե ծայրակետերում անընդհատությունը չունես, կարաս օրինակ այս հետևյալ ֆունկցիան, հա, 0,1-ի վրա 0,1 կետերում արժեքն է կամ լավ, այստեղ նույնիսկ փակ լինի, 0 կետում արժեքը դնես, ասենք -1։ Հիմա ծայրակետերում տարբեր նշանի արժեքներ ընդունում, անընդհատա բոլոր կետերում բացի 0-ից, բայց ինքը իհարկե երբևիցե 0 չի դառնում։ Որտեւ այդ մի կետում անընդհատ չի, հա։ Նույնիսկ հա, այսին ոնց որ ստեղ հարցը նրանում էր, որ արդյոք կարող էինք մի քիչ ավելի քիչ բան պահանջեինք, ոչ թե հատվածում անընդհատ լիներ, այլ միջակայքում անընդհատ լիներ, սրանով ցույց ենք տալի, որ չէ։ Նույնիսկ մեկ կետում, որ անընդհատությունը խախտվի, էլ թեորեմը ճշմարիտ չի մնա։ Բարի։ Հիմա ուզում ենք ցույց տանք, որ օրինակ սենց մի հատ C կետ կա, որտեղ ֆունկցիայի արժեքը կդառնա 0, հա։ Բարի, ինչպես անենք, կվարվենք հետևյալ կերպ, նախ առանց ընդհանրությունը խախտելու, հա, ենթադրենք, որ f-ն բացասական է և f-ն էլ ինչպիսին է դրական է։ Իհարկե, եթե հակառակը լիներ, կարող էինք վերջում դիտարկել, որ ֆունկցիան մինուս f-ը որ նայենք, արդեն այս հատկությունները կունենար, մինուս f-ի համար կստանայինք, որ ինչ-որ մի կետում 0 է դառնում, այդ նույն կետում f-ն էլ 0 կդառնար, հա։ Բարի, իրոք առանց ընդհանրությունը խախտելու կարող ենք ենթադրենք, որ ձախ ծայրակետում բացասական է, աջ ծայրակետում դրական է։ Հիմա ինչ ենք անում, կիսում ենք երկու մասի, հա, այս մեր ամբողջ հատվածը կիսում ենք երկու մասի ու ընտրում ենք այն կեսը, որտեղ էլի ոչ թե C-ն մեջն է, C-ն մենք չգիտենք, որ կա թե չկա, մեր նպատակն է C-ն հապատցելու, C-ի գոյությունը հապատցելը մեր նպատակն է։ Որ էլի այս նույն ձևով ծայրակետերում
ձախ ծայրակետում բացասական լինի, այս ծայրակետում դրական լինի։ Լավ։ Հիմա ինչպես։ Հեսա ամեն ինչը կգրենք, հա։ Դիտարկենք AB-ի միջնակետը plus B կեսը։ Եթե F A plus B կեսը հավասար է 0, եթե հանգարց այնպես ստացվի, որ միջնակետում 0 լինի, ապա պարզապես որպես C կվերցնենք այդ A plus B կեսը, հա։ Կվերցնենք C-ն հավասար է A plus B կես։ Հակառակ դեպքում հələ մի անգամ անենք, հետո A plus B կես և A plus B կես B հատվածներից մեկի ձախ ծայրակետում F-ը բացասական է, այս ծայրակետում դրական։ Ինչ է, եթե F A plus B կեսը դրական եղավ, էդի որ այդ այց A plus B կեսն է լինելու, եթե F A plus B կեսը եղավ բացասական, այսին սենց լիներ, նկարը, այստեղ բացասական լիներ, արդեն կվերցնեինք A plus B կեսից մինչև B, և A1 B1-ով նշանակենք այդ կեսը, նշանակենք այդ կեսը, այդ հատվածը։ N1-ը, որի ձախ ծայրակետում մեր ֆունկցիան բացասական է, աճում դրական է, այստեղ F A1 անգամ F A1-ը փոքր է 0, F B1-ը մեծ է 0, Ինչպես և այս մեր ընտրությունից, Ստեղ նույն ձևով ենք պահում։ Դիցուկ առոցել ենք այդ AB-ն պարունակում է A1 B1, այդի մի կեսներ, հետո նրա մեջ ընկած է A2 B2-ը, որը A1 B1-ի ինչ-որ կեսն է, այն B-ն էլ նախորդի կեսն է, հատվածները, այնպես որ F A-ին փոքր է 0, in 1-ից n, ու F B-ին մեծ է 0, in էլի 1-ից n է, երբ որ փոխվում, Հիմա մեր հաջորդ հատվածը A-n plus 1, B-n plus 1-ը, A-n plus 1, B-n plus 1-ով կնշանակենք A-n B-n հատվածի այն կեսը
որի ձախ ծայրակետում բացասական են, իսկ աճում դրական, հա։ Իհարկե։ Այս AB-ն էր, հա, այս, չգիտեմ, այսպես, հիմա ինչ ենք անում, առաջին քայլում վերցրեցինք, կիսեցինք, միջնակետում եթե ֆունկցիայի արժեքը 0 եղավ, հենց որ պահին, որ այդ միջնակետում արժեքը 0 եղավ, պրոցեսը կանգնացնում ենք, այդպիսի ցեն արդեն գտնված է, հա, եթե ոչ մի քայլում նման բանի չենք հանգում, ինչ ենք ունենում, որ կախված այդ միջնակետում արժեքը դրական է թե բացասական, կվերցնենք ձախ կեսը կամ օրինակ ստեղ աջ կեսն ենք վերցնելու, հա, որովհետև ստեղ ֆունկցիայի արժեքը դրական էր, կվերցնենք ձախ կեսը, հետո էսի մեր դառավ A1 B1-ը, հա, A1 B1-ը, հետո հիմա A1 B1-ն ենք կիսում ենք միջնակետում արժեքը բացասական է, ուզում ենք բացասականից դրական գնանք, ուրեմն աջ կեսն ենք վերցնում, այս էլ լինում է մեր A2 B2-ը, հա, հետո մի հատ էլ ենք կիսում, սա էլ դառնում է A3 B3-ը, հա, ու այդպես շարունակ։ Այսինքն այս process-ը շարունակելով կամ կգտնենք միջնակետ, հա, որտեղ ֆունկցիայի արժեքը 0 է, որտեղ 0 է, որը կհանդիսանա ցեն, հա, որը կհանդիսանա կամ անվերջ շարունակելով process-ը, հա, ստանանք ինչ հատվածներ, ասենք մի հատ A1 ենք ստանանք, որի մեջ ընտրած է A1 B1-ը, որի մեջ հենց A-ն B-ը, հա, ու այդպես շարունակ, այս ներդրված հատվածներ ենք ստանալու, որտեղ ինչ է լինելու, ունենալու ենք իհարկե, որ B-ն հանած A-ը, n-րդ հատվածի երկարությունը լինելու է n-1-րդի կեսը, այսինքն ստեղ B-n-1 հանած A-n-1 կես ու ամեն անգամ ոնց որ ինդեքսը մի հատիկ պակասացնելով երկուսի ցուցիչը մեկով ավելանալու է, հա, այսինքն ստեղ B-n-2 հանած A-n-2 բաժանած երկուսի քառակուսի, այդպես կգնանք մինչև B-a բաժանած երկուսի n, այս ձգտում է 0-ի եւ երրորդը մեր մոտ ինչ ենք ունենալու, որ f a-ները ձախ ծայրակետում մեր ֆունկցիայի արժեքները բացասական են, իսկ f b-ները դրական։ Հիմա մեզ պետք է հասկանալ այդ այսինքն կառուցել ինչ-որ c կետ, որտեղ որ ֆունկցիայի արժեքը կլինի 0։ Ինչ է կարծում այդ c կետի ոնց որ օրինակ ինչը կարող է ծառայել։
Այն կետը, որը բոլոր այդ հատվածներին պատկանում է, հա։ Ստեղ կիրառելու ենք որ լեման։ Կիրառելով ներդրված հատվածների լեման, հա։ Ստանանք, որ գոյությունից է, հա, մեր հատվածից, այնպես որ C-ն պատկանում է բոլոր AN B-ներին։ Հիմա միջև հիմա մենք մեր ֆունկցիայի որ հատկությունը չենք օգտագործել։ Ինչպես։ Չէ, թեորեմը ինչ էր ասում, որ եթե ֆունկցիան ծայրակետերում տարբեր նշանի արժեքներ է ընդունում ու նաև անընդհատ է, այդ դեպքում ինչ որ կետում դառնում է 0։ Մինչև հիմա հələ անընդհատության մասին չենք խոսացել։ Հիմա մեր ֆունկցիայի անընդհատությունը որ կետում է կարևոր լինելու։ C կետում, հա։ Բարի։ Օգտագործելով լավ, ստեղ եթե B-ն հանած A-ը ձգտում է 0-ի, մենք էլ ինչ կարող ենք ասել A-ների ու B-ների մասին, ինչ կապ կա A-ների ու B-ների եւ C-ի միջև։ Բացի այդ, հա։ A-ը ձգտում է C-ի, B-ը ձգտում է C-ի, հա, երբ որ N-ը ձգտում է անվերջան։ Հիմա օգտագործելով F-ի անընդհատությունը C-ում եւ որ հատկությունը էս 1 2 3-ից լավ, հեսա եւ կգրենք որ հատկությունը Ստանանք։ Հիմա որ անընդհատությունը օգտվենք, FC-ն էդ ինչն է։ FC-ն էդի հանդիսանալու է F-ների սահմանը։ F-ները մենք գիտեինք, որ ինչպիսին են։ Փոքր են 0-ից, այսինքն մենք օգտվում ենք այս երրորդ հատկությունից, հա։ F-ները եթե բոլորը բացասական են, իրենց սահմանի մասին ինչ կարող ենք ասել։ Որ էլի փոքր է 0։ Ճիշտ է։ Հավասար էլ կարա լինի, ոնց որ մանավանդ երբ որ ասում եմ ճիշտ է, այդ ամենայն հավանականությամբ ճիշտ չի։ Որ պարզապես երկրորդ շանսա է դրա վրա մտածելու։ Էլ ինչ կասենք։ Որ FC-ն էլ մյուս կողմից հավասար է նույնպես FB-ն ու քանի որ FB-ը դրական է, դրա սահմանը կարող է շատ հավասարվել 0-ին կամ մեծ լինի 0-ից։ Հիմա եթե ֆունկցիայի արժեքը եւ ոչ դրականը եւ ոչ բացասական է, ուրեմն հա, ստեղից բխում է, որ f-ն հավասար է 0-ն, այսինքն այս c-ն կարող է խաղալ այն թեորեմի մեջ ձևակերպված c-ի դերը։ Լավ։ Նարի։ Ստեղ մի հատ էլ Լավ, թողենք կոշի երկրորդ թեորեմն էլ հաջորդ դասին կասենք։
Ասա։ Ստեղ ոնց որ միակ հարցն էլ մնում էր, որ այդ C-ն AB բացին լիներ, հա։ Նկատենք, որ F-ն հավասար չի 0, F-B-ն հավասար չի 0, ուստի C-ն չի կարա լինի A և C-ն չի կարա լինի B։ Դե եթե A-ն ու B-ն չի, հաշվի առնելով, որ C-ն պատկանում է այս AB փակին, կստանանք, որ C-ն բաց միջակայքին է պատկանում, որտեղ ոչ ծախսարակետը կարա լինի, ոչ աչը։